Մեր եղբայրը խոսեց մարմնի անդամների մասին, որ իսկապես անդամներ կան, որոնք պահանջ ունեն, ճիչ ունեն։ Բայց ես ուզում եմ մի քիչ ավելացնել, որ գիտեք, թե մեր մարմնի անդամները որքան կարիք են զգում իրար, որքան ներդաշնակ են աշխատում։ Մեկի աշխատանքը կախված է մյուսից, մեկի աշխատանքը հոգեանում մյուսի համար։ Խաղաղություն է մեր մարմնի անդամների մեջ ու համերաշխություն։ Այո, եթե սա տեղափոխենք Քրիստոսի մարմնի մեջ, որպես իր եկեղեցի, արդյոք այս խաղաղությունը եւ ներդաշնակությունը կա նաեւ մեր մեջ։ Ցավոք սրտի այսօր շատերը իրար հանդիպելուց փոխում են ճանապարհները։ Ոմանք խնդիրներ ունեն իրենց սրտի մեջ, իրենց եղբոր կամ քրոջ նկատմամբ, որը տարիներ շարունակ մնացել է չլուծված եւ նորմալ են համարում։ Ոմանք էլ նորմալ են համարում, երբ վիրավորել են ուրիշի եւ հանգիստ տանը նստած չեն փորձում փոխհարաբերությունները շտկել եւ չեն պատկերացնում, որ օրերից մի օր պետք է վերադառնա տերերի տերը եւ թագավորների թագավորը եւ նա իր դատաստանը սկսելու է իր տնից։ Որպես այսօրվա իմ խոսքի բնաբան ընտրել եմ Մատթեոս ավետարան 18-րդ գլխի 23 խոսքից։ Ուզում եմ կարդալ։ Սրա համար երկնքի արքայությունը նմանվեց մի թագավոր մարդու, որ ուզեց իր ծառաների հետ հաշիվ տեսնել։ Եվ երբ որ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց 10,000 քանքար պարտականի, բայց որովհետև չուներ վճարելու որևէ բան, նրա տերը հրամայեց, որ նա եւ նրա կինն ու որդիները ու ամեն ինչ որ ուներ ծախվի եւ պարտքը վճարվի։ Եվ ծառան էլ երեսի վրա ընկնելով երկրպագում էր նրան ու ասում. «Տեր, համբերիր ինձ համար, եւ բոլորը կհատուցեմ քեզ»։ Տերն էլ գթած այն ծառայի վրա նրան արձակեց եւ պարտքն շնորհեց նրան։ Եվ երբ որ այն ծառան դուրս եկավ, իր ծառայիցներից մեկին գտավ, որ իրեն 100 դահեկան էր պարտական, եւ նրան բռնած խեղդում էր եւ ասում. «Վճարիր ինձ ինչ որ պարտական ես»։ Հիմա նրա այն ծառայակիցը նրա ոտքերն ընկավ, նրան աղաչում էր եւ ասում. «Համբերիր ինձ համար, եւ բոլորը կհատուցանեմ քեզ», բայց նա չէր կամենում, այլ գնաց, նրան գցեց բանտը, մինչեւ որ պարտքը վճարե։ Երբ որ նրա ծառայակիցները տեսան եղած բաները, շատ տրտմեցին եւ եկան իրենց տիրոջը պատմեցին եղածը։ Այն ժամանակ նրա տերը կանչեց նրան եւ ասաց. «Չար ծառա, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ։ Պետք չէր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի»։ Եվ նրա տերը բարկանալով նրան մատնեց դահիճներին, մինչև որ բոլոր պարտքը վճարե նրան։ Այնպես էլ իմ երկնավոր հայրը կանի ձեզ, եթե դուք ամեն մեկը իր եղբորը ձեր բոլոր սրտից չներեք նրա հանցանքը։ Շեշտում եմ վերջին նախադասությունը. այնպես էլ իմ երկնավոր հայրը կանի ձեզ եւ ինձ, եթե դուք ձեր ամբողջ սրտով ձեր մերձավորի, ձեր եղբոր կամ ձեր քրոջ նկատմամբ իրենց արած հանցանքը ու մեղքը չներեք։ Ինչու Տերը ասաց այս առակը եւ ինչից հետո ասաց այս առակը։ Սրանից առաջ աշակերտների մեջ մի խոսակցություն կար, եւ Պետրոսը Տիրոջը հարցրեց ասելով. այն ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան եւ ասաց. «Տեր, քանի անգամ, եթե իմ եղբայրս մեղանչի իմ դեմ, ներեմ նրան, մինչեւ 7 անգամ»։ Տերն ասաց. «Քեզ չեմ ասում մինչեւ 7 անգամ, հապա մինչեւ 70 անգամ 7»։ Հետո պատմեց այս առակը։ Ներումը անհրաժեշտ է յուրաքանչյուր հավատացյալի համար։ Քո ներումից կախված է քո ամբողջ հավիտենությունը։ Ես կհամոզեմ, որ սա շատ սովորական մի խոսք չէ, որ ջրես ու անցնես առաջ։ Սակայն հարց է ծագում՝ ներել։ Ինչու ներել։ Որքան ներել։ Կամ ամեն մեկին ներել։ Կամ ամեն հանցանքի համար ներել։ Սրա վրա արժե մենք խոսենք եւ մտածենք։ Քրիստոսի աշակերտները կարծեցին, թե ներելը կարող է չափ ունենալ եւ ընտրեցին 7 թիվը որպես աստվածային թիվ, մտածելով երևի 7-ը դա սահմանն է, 7-ից են կողմ էլ չարժե ներել։ Մտածում են Քրիստոսը հեսա կասի ճիշտ եք ասում, հրաշալի թիվ ընտրեցիք, բայց Տերն ասաց ոչ, չեմ ասում 7 անգամ, հապա մինչև 70 անգամ 7։ Այսինքն 490 անգամ։ Ինչ անենք, բլոկնոտները վերցնենք, սկսենք հաշվել մեր հանդեպ ցուցաբերած մարդկանց մեղքերը, թեկուզ
Հնարավոր չէ մեկը 490 անգամ կոդե մեղանչի, բայց ենթադրենք տեսականորեն հնարավոր եղավ 491-րդին կարելի մի քոթակ տալ նրան արդեն։ Արդյոք Քրիստոսը ինչ որ թվաբանական հաշվարկեր ասած, թե սրա մեջ կար ավելի խորը միտք։ Հիշում եք, դերը միտեղ ասաց, որ երբ աշակերտները հարցրեցին, թե ժամերի ժամանակների մասին, որ դու դրեցիր քո թագավորության մեջ, ասաց ժամերը ժամանակները ձեզ տրված չեն իմանալ։ Մեկ ուրիշ տեղ առաքելական թղթերում գրված է, որ դուք գիշերվանը չեք, խավարինը չեք, որ չիմանաք ժամերի ժամանակների մասին։ Հիմա մենք գիտենք, թե չգիտենք։ Մենք օրացուցային ժամերը եւ ժամանակները չգիտենք, բայց մարգարեական ժամերը ժամանակները գիտենք, երբ որ տեսնում ենք նրա նշանները, որ գալիս են դեպի մեզ։ Արդյոք ինչ է նշանակում այս 70 անգամ 7-ը, արագ կանցնեմ եւ կանցնեմ թեմային։ Ուզում եմ կարդալ ձեզ համար Դանիել մարգարեության 9-րդ գլուխ 22-ից 25 խոսքը։ Ով Դանիել, հիմա դուրս եկա, որ քեզ իմաստություն սովորեցնեմ։ Քո աղաչանքի սկզբումը խոսք դուրս եկավ, եւ ես եկա իմաստելու, որ դու ցանկալի ես։ Ուրեմն հասկացիր խոսքը եւ իմացիր տեսիլքը։ 77-նյակ է վճռված քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վրա։ Ուշադիր լսեք, 70 անգամ 7 է որոշված, հանցանքը վերացնելու, մեղքերը կնքելու, անդրունությունը քավելու, հավիտենական արդարություն բերելու, տեսիլքն ու մարգարեները կնքելու եւ ամենասուրբը օծելու համար։ Այստեղ Գաբրիելը ասաց Դանիելին, որ մինչև կվերադառնա Մեսիան, Քրիստոսը 77-նյակ է որոշված եւ նա է որոշելու բոլոր խնդիրները։ Այլ կերպ ասած, եթե մենք վերցնենք այս խոսքը եւ տեղադրենք Պետրոսի հարցի մեջ, որն ասաց դեր քանի անգամ ներեմ, եթե իմ եղբայրը մեղանչի իմ դեմ 7 անգամ, դեր ասաց Պետրոս, քեզ չեմ ասում թվաբանական 70 անգամ 7, այլ մարգարեական 70 անգամ 7-ի մասին, մինչև կվերադառնա Մեսիան, մինչև կվերադառնա հինավուրցը, նա ով իրավունք ունի դատելու կենդաններին եւ մեռելներին, իսկ քեզ երկրի վրա հասնում է ներել, ներել, ներել ու ներել, եւ սրան վերջ չկա։ Վերադառնամ առակին։ Ես ասեմ, որ մեզանից ոչ ոք իրավունք չունի դատելու։ Եկեղեցին էլ իրավունք չունի դատելու։ Եկեղեցին իրավունք չունի դատաստան որոշելու, որևէ մեկին դժոխք ուղարկելու համար, եւ ոչ էլ իրավունք ունի կաթոլիկ եկեղեցուց ինդուլգենցիաներ վաճառել մեկի թողությունը շնորհելու համար։ Բայց եկեղեցին կարող է վերաբերմունք ցույց տալ անդամին սթափեցնելու համար, ոչ թե դատաստանի, որի վրա մի քիչ հետո ես կանգ կառնեմ։ Առակի մեջ կարդում ենք հետևյալը. եւ Տերը ուզեց իր ծառաների միջև եղած հաշիվը կարգադրել, միջ ծառայողական հաշիվները պահանջել, ինչպես եք դուք իրար հանդեպ վերաբերվում։ Եվ մի պարտական կար, որը 10,000 տաղանդ պարտք էր, չէր կարողանում վճարել, շատ թախանցանքի պատճառով թագավորը շնորհեց նրան, իսկ սա բռնել էր մեկին, որ ընդամենը 100 դրամ էր պարտք, խեղդում էր ու պահանջում, որ իր պարտքը վճարի։ Երբ որ նա էլ խնդրում էր, թե ինձ ժամանակ տուր, չուզեց ժամանակ տրամադրել, այլ ինչ արեց, բանտը դրեց նրան եւ պահանջեց մինչեւ որ հաշիվը վճարվի։ Երբ որ լուրը հասավ թագավորի ականջին, ինչ արեց թագավորը։ Թագավորը հետ կանչեց։ Ուշադրություն դարձեք, թագավորը շնորհել էր նրա պարտքերը։ Հանկարծ նույն թագավորը հետ է կանչում, ասում է. հիմա հետ պիտի պահանջեմ։ Հիմա այն 10,000 տաղանդը, որը քեզ շնորհել էի, հետ վերադարձու։ Ինչու՞։ Որովհետեւ դու չգտածիր քո ծառայակցին, ես էլ հետ եմ վերադառնում ու չեմ գտնելու քեզ։ Եվ Տեր Հիսուսը պարզ ասաց, այսպես պիտի լինի նաև ձեր հետ։ Իմ երկնավոր հայրը այսպես կվարվի ձեզ, եթե դուք ամբողջ սրտով քո մերձավորին չներես իր հանցանքը, որ կատարել է քո հանդեպ։ Ես ոչ եմ շեղվում ավետարանից։ Եփեսացիների 4-րդ գլուխ 32 խոսքում հետևյալն է ասում. խնդրում եմ մի պահ նայեք իրար։ Ձեզ է ասում. միմյանց հետ եղեք քաղցր, գթած, ներելով միմյանց այնպես, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ։ Ես հիմա օրինակներ կբերեմ, մի 4-5 օրինակ կբերեմ Սուրբ Գրքից եւ փորձենք ամեն օրինակից ծաղկակա անել մեզ համար որևէ դաս։ Ինչպես ներեցին, ինչու ներեցին եւ ինչպես վերաբերվեցին միմյանց նկատմամբ։ Ծննդոց 33-րդ գլուխ 4-ից 15 խոսք։ Հակոբը եւ Եսավը եղբայրներ էին։
Նրանք իրարից բաժանվեցին թշնամացած։ Եսավը շատ էր բարկացած եւ ուզում էր սպանել իր եղբորը։ Ինչու՞։ Որովհետեւ նենգաբար խլել էր օրհնությունը եւ անդրանեկության իրավունքը։ Ստիպված եղավ Հակոբը փախչել օտար երկիր, Քերու մոտ, Լաբանի մոտ։ Անցան երկար տարիներ, մոտ 20 տարի անցավ, եւ վերջապես Աստված նրան պատվիրեց, որ հետ վերադառնա իր երկիր։ Հակոբը վերադարձավ եւ Եսավին լուր հասավ, թե քո եղբայրը վերադառնում է, եւ նայել մի քանի 100 ձիավորներով վեր կացավ եղբորը դիմավորելու։ Հակոբի սրտում վախ կար, տագնապ կար, նույնիսկ ինքը իրեն համարում էր իր եղբոր ծառան, իր խոսակցության մեջ ինչպիսի մեղմություն կար։ Եվ որ նրանք հանդիպեցին, ես կարդամ, եւ Եսավը վազեց նրան դիմավորելու, գրկեց նրան, նրա պարանոցով ընկավ, համբուրեց նրան եւ լաց եղան միասին։ Սրա մեջ դուք ներում տեսաք, այսինքն կարծես կարելի է մտածել, ինչ որ եղած էր, արդեն եղած է։ Հետ վերադարձնել հնարավոր չէ։ Չարժե թշնամությունը խորացնել, ամեն դեպքում դու իմ եղբայրն ես, ներեցին, գրկեցին իրար եւ սա հրաշալի է։ Իսկ եթե քո մերձավորն է, քո հանդեպ ինչ-որ մի սխալ թույլ տվել, որ քո սիրտը նրա նկատմամբ ծանրացած է, ու ինքն է գալիս քեզ ընդառաջ, ինչպես վերաբերվել։ Քրքերել անցածը, քննել իրավիճակը, նորից թուփ-հարթուփ, բառ առ բառ վերլուծել ամեն ինչը, մի լավ նսեմացնել դիմացին ինչ է, մի լավ ստորացնել, հետո նոր միած շնոր անել, ասել դե լավ, դե գնաց տեղից։ Այսպես չվարվեց Եսավը, որ չապարավել ես եւ դու պետք է վարվենք։ Ինչ է պետք կարդամ, վազել, դիմավորել, գրկել, համբուրել, լաց լինել։ Սա ուրախություն է։ Երբ անառակ որդին վերադարձավ հայրական տուն, ինչպես ընդունեց նրան հայրը։ Նա ով իրավունք ուներ եւ չընդունելու եւ դատելու, բայց ընդունեց գրկաբաց, նախին պատմուճանը հագցրեց, պարար զուարակը մորթեց, մատանին դրեց մատը, ուրախություն հռչակեց, մտածելով, որ իմ որդիս մեռած էր, կենդանացավ, իմ որդիս կորած էր եւ ես նրան գտա։ Սակայն այսպես չէր մտածում իր եղբայրը սակարկում էր, առևտուր են անում, նա ով իրավունք ուներ ներելու կամ չներելու ներեց, նա ով իրավունք չուներ այդ բանը անելու, չէր կարողանում ներել եւ ընդունել իր եղբորը։ Այսպես եւ մենք, մեր երկնային հայրը ներում է մարդի անցանքները, հանկարծ մենք է որ չենք կարողանում ներել։ Նա ով իրավունք ունի դատելու չի դատում, նա ով իրավունք չունի դատելու հաշիվ է պահանջում։ Եվ մենք պետք է այստեղից դաս քաղենք, որ ներումը միակողմանի չէ, այսինքն եկեղեցում կան ոմանք, ովքեր կարծում են, թե իրենք ունեն միայն իրավունք, մնացածները պարտականություն։ Ներում ստանալու համար պետք է ներողություն խնդրել։ Ղուկաս 17:3-ում Տերն ասաց. եթե եղբայրդ գա եւ քեզ ասի ապաշխարում եմ, ներես նրան։ Իսկ եթե իմ եղբայրը չի գալիս եւ չի ասում ապաշխարում եմ, Եթե Հակոբը գար եւ Եսավին այլ կերպ պատասխաներ խոսելով նրա հետ ասել. Այդ դղա համբալ, հələ էլի են խելքին ես, մի աման ճաշտամ կարող են տանիքներ ծախես, ախպեր, հա, այսպես սկեր խոսել։ Դու գիտես ես սով եմ, գիտես ինչ հաղթանակով եմ վերադառնում, դու հրեշտակին եմ հաղթել։ Դու եթե նա այսպես կոպիտ խոսել նրա հետ, ես վստահ եմ, Եսավը կսպաներ նրան։ Հակոբի մեղմ պատասխանի մեջ նրա խոնարհության մեջ ըստ ձեզ կախված էր Եսավի սրտի փոփոխությունը։ Ես էլ եմ համոզված, որ այո։ Բարձրանանք մի քիչ ավելի բարձր, ամենաբարձր մակարդակին։ Երբ մենք որևէ մեղք ենք գործել կամ սխալ Աստծո հանդեպ, մենք ինչպես ենք Աստծուց խնդրում ներողություն։ Չենք ասում Տեր, ներիր խնդրում եմ։ Ես հիմարություն արեցի։ Բայց ես հավատում եմ, որ քո որդի Հիսուս Քրիստոսի արյունը իմ նման ապերախտի, իմ նման տկարի, իմ նման մեղավորի համար է։ Ներիր աղաչում եմ քեզ։ Այսպես ենք, չեմ ենք խնդրում։ Գուցե ավելի աղերսագին։ Իսկ եթե մեկը գա եւ ասում այսպես ասի. «Հեյ Աստված, գիտես չէ՞ քո պարտականությունդ որն է։ Խոստացել ես, չես կարող խոսքից դուրս գալ։ Դե մի ների, լավ որ պետք է լի, մի 10 հատ էլ կանեմ»։ Ըստ ձեզ Աստված կների։ Չի ների։ Ուրեմն ներման համար անհրաժեշտ է ճիշտ մոտեցում։ Ճիշտ մոտեցում։ Եվ Առակաց թղթում 29:8-ում
Ասում է, որ իմաստուն մարդը բարկությունը հանդարտեցնում է, կամ մեղմ պատասխանը բարկություն է հանդարտեցնում։ Ուրեմն մեր մոտեցումից կախված է մեր փոխհարաբերության շտկումը, եւ մենք պետք է երկու կողմից հոգ անենք, որպեսզի այն ճիշտ հիմքերի վրա լինի։ Երկրորդ օրինակը, Ծննդոց 45-րդ գլուխ 8-15։ Հոսեփի եղբայրները նենգաբար նրան վաճառեցին ստրկության։ Հոսեփը իր հոր սիրելին էր, տեսիլք ունեցող մարդ էր, սակայն իր եղբայրների դավադրության պատճառով վաճառվեց Եգիպտոս ստրկության։ Աստվածաշնչում չենք կարդում որևէ տեղ, որ նա տրտնջաց կամ իր եղբոր արարքները պատմեց որևէ մեկի, հաշտվեց եղածի հետ եւ պետապրեսի տանը նա փորձեց լինել հավատարիմ ծառա, ազնիվ ծառա, մաքուր ծառա եւ իր հակառակ իր ազնվության եւ մաքրության պետապրեսի կնոջ զրպարտանքով հայտնվեց բանտում։ Սա դժբախտություն է։ Երբ քեզ ոչ թե միայն չեն վարձատրում ըստ արժանվույն, այլ հակառակը քո ազնվությունը պատճառ է դառնում հայտնվելու ավելի մեծ նեղությունների մեջ։ Նա հաշտվեց բանտի իրավիճակին։ Բանտում դարձավ ամենալավ, ամենաազնիվ, ամենամաքուր կալանավորը եւ շահեց բանտապետի բարի աչքինը։ Իհարկե սրա վրա կանգ չեմ առնում շարունակի, ի վերջո 13 տարիների դժվար փորձություններից հետո հանկարծ մի օրվա մեջ Աստված նրան կալանավորից դարձրեց Եգիպտոսի կառավարիչ։ Եվ հանկարծ ինչ տեղի ունեցավ։ Երբ որ նա երկրորդ մարդն էր Եգիպտոսում, որտեղ փարավոնն ասաց, ինձանից հետո երկրորդը լինի Հովսեփը Եգիպտոսում, տեսնում է, որ իր մոտ են գալիս իր եղբայրները։ Դուք պատկերացրեք Հովսեփը դուք եք։ Ահո, իրենց ոտով եկա, արեք հլա, դուք են աղբերներն էիք, բա դու աղբեր եք, որ դու աղբեր էիք, ես աղեկը դու լացում էի հորի միջից, դուք ուզում եք սպանեք, մի կերպ շնորհք արեցիք, ծախեցիք ստրկության, գիտեք ես ինչ օրեր եմ քաշել, հիմա եկեք, ուզենար նա արդարացի ձևով կարող էր եղբայրներին բանտարկել, ուզենար կարող էր եղբայրներին սպանել, ուզենար կարող է եղբայրներին վաճառել ստրկության, ասելով որ դեգնացեք ստրկության համաճաշակ եք իմանաք որն է։ Բայց այդպես վարվեց Հովսեփը։ Ոչ։ Ինչպես վարվեց նա, կարդամ տեսեք։ Այլ ընդհակառակ եղբայրները այդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված։ Եվ ինձ փարավոնին հայր եւ նրա բոլոր տանը տեր եւ Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրավ։ Նրա բերանից նորից ոչ մի նենգություն դուրս չեկավ իր եղբայրների հանդեպ, ոչ մի դատ եւ ոչ մի պահանջ։ Բայց եղբայրների մեջ փոփոխություն կար։ Երբ որ նրանք նեղության մեջ էին արդեն, իրենք իրար մեջ էին խոսում, ասելով, ախր սա մեր գլխին եկավ այն պատճառով, որ մենք մեր եղբոր հանդեպ ճիշտ չվարվեցինք։ Նրանք իրենց մեղք եւ սխալը արդեն ընդունում էին ներքուստ։ Եվ այսօր ինչու մարդը չի կարողանում ներել իր մերձավորին, որովհետև նա տեսնում է մերձավորի կատարածը, բայց չի տեսնում իր համար Գողգոթայում կատարվածը։ Ահա ինչ մենք նայում ենք երևույթին, կարծրացնում ենք մեր սրտերը, բայց երբ մեզ կարիք կա թողության, մենք աղերսակին ենք դիմում նրան, ումից կախված է մեր ապրելը եւ մեռնելը։ Ուրեմն Հոսեփը չնայեց եղբայրների արարքներին, այլ ընդհակառակը նա ասաց Աստված բերեց այստեղ։ Եվ եթե դուք չլինեիք, ես չէի հայտնվի այստեղ։ Իսկ եթե մնայի հորս տան մեջ, Հոսեփը որ մնար հոր տան մեջ, ինչ էր լինելու։ Ամենաշատը դառնալու էր իր հոր խաշինքի ոչխարների մի լավ հովիվ։ Ու վերջ։ Այսօր հնարավոր է որ դժվարություններ կան եւ Աստված ինքը թույլ տա որ կատարվի քո կյանքում, որովհետեւ Աստված քեզ հետ խոսելիք ունի, որ չի խոսելու ուրիշ ոչ մեկի հետ։ Ուստի իրավիճակների հետ հաշտվելով մենք ասում փառք ասենք, մենք մի քիչ առաջ երգում ենք շնորհակալ եմ ոչ միայն այն բաների համար, որոնք տալիս ես ինձ, նույնիսկ կան բաներ, որ դու վերցնում ես ինձանից եւ ես այսօր չեմ հասկանում այն, սրա համար եմ շնորհակալ, որովհետեւ դու դրա փոխարեն ուրիշ բաներ ես դնելու, որը ավելի անհրաժեշտ է, ավելի արժեքավոր է, որը հավիտենական է, որը աստվածային է։ Մարդը չի կարողանում ներել իր մերձավորին, որովհետև չի տեսնում, որ Գողգոթայում կատարվել է մի փրկագնություն, որը ոչ միայն քեզ համար է, այլ նաև քո մերձավորի։ Եթե մենք նայենք մեր կողքինին, ուրեմն այն քավությունը, որը ինձ համար է եղել Գողգոթայում, որից ես կուզենայի օգտվել, կուզենայի, որ Աստված ինձ չհանդիմաներ, կուզենայի, որ Աստված մտներ իմ վիճակի մեջ, թողություն տար ինձ արժանավայել, որդիավայել ձևով, Տերը իմաստություն է տալիս, քո եղբայրն էլ
այդ թողությունից օգտվելու նույն իրավունքը ունի հավասար ինչպես եւ դու։ Եթե ես հարգում եմ քո խնդրանքը, ուզում եմ որ դու էլ հարգես քո եղբոր խնդրանքը, որը թեկուզ քո հանդեպ է կատարված։ Եվ եթե մենք ներում ենք, ներենք այնպես, որ այլևս այն չենք վերցնելու եւ դնելու։ Դրանք այնպես, որ կմոռանանք այդ մասին։ Չէ՞ որ Աստված երբ ներում է մեր մեղքերը, այլևս չի հիշում այն։ Աստված մեր մեղքերը ներելուց հեռացնում է մեզանից այնպես, ինչպես արևելքը հեռու է արևմուտքից։ Աստված մեր մեղքերը թաղում է անդունդում։ Ուզում եմ որ մենք էլ այսպես վարվենք մեկս մյուսի նկատմամբ։ Եփեսացի 4:32-ը նորից եմ կրկնում. միմյանց ներեք այնպես, ինչպես որ Աստված Քրիստոսով ներեց ձեզ։ Երրորդ Թվոս 12-րդ գլուխ 1-13։ Պատահում է դեպքեր, որ քո մերձավորը քո հանդեպ սխալ է գործում, քո իշխանությունը նրանից բարձ է, Աստված էլ քեզ շատ է սիրում ու հանկարծ Աստծո ձեռքն է ծանրանում քո մերձավորի վրա։ Ինչ ենք մտածում այդ ժամանակ։ Քիթդ առնվեց։ Հիմա հասկանում ես, հիմա տեղդ գտար, դե գնա ու քաշի։ Տերն անում, ես ինչ անեմ։ Տերն է քեզ պատժում, իմ ինչ գործն է։ Եթե քեզանից կախված է քո բարեխոսությամբ փրկել քո եղբորը, Աստծո դատավճռից դու կանես այդ, թե ոչ, մանավանդ երկու հանդեպ մեղք է գործել։ Հիմա օրինակը բերեմ Մովսեսի վրա։ Մովսեսի եղբայրը եւ քույրը Մովսեսի հանդեպ ինչ խիստ խոսք խոսեցին։ Ահարոնն ու Մարիամը դեմ խոսեցին Մովսեսին եւ տպացի կին առնելու համար, նրանք իրենց անձերը հավասար դրեցին Մովսեսին եւ ասացին. «Միթե Մովսեսը միակն է, որ Տերը խոսեց նրա միջոցով»։ Եվ սա ասում էին նրա հարազատ քույրը եւ հարազատ եղբայրը։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց, եւ երեքին էլ ասաց. «Եկեք ժողովքի խորան»։ Երբ որ նրանք ներկայացան ժողովքի խորան, Թվոս 12-ի 4 խոսքն է, Տերը ասաց Ահարոնի եւ Մարիամին, ուշադիր լսեք. «Եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես Եհովաս ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ նրան, կամ երազով կխոսեմ նրա հետ, բայց այսպես չէ իմ ծառա Մովսեսը, որ իմ բոլոր տան մեջ հավատարիմ է, նրա հետ բերն է բերան եմ խոսում եւ հայտնապես եւ ոչ թե առակով, եւ նա Եհովայի կերպարանքը տեսնում է, ինչու չվախեցաք իմ ծառա Մովսեսի դեմ խոսելուց»։ Երբ որ Տիրոջ զորության ամպը հեռացավ, Մարիամը բորոտ էր դարձել, ջերմակ բորոտ էր դարձել։ Այսպես ասած նրանք կծկվեցին, վախեցան, Ահարոնն էլ վախեցավ, եւ Ահարոնի խոսքերը այս անգամ դարձան Մովսեսին։ Օ Տեր իմ, Մովսեսին է ասում Ահարոնը Մարիամի վրայով. «Օ Տեր իմ, աղաչում եմ, մեր վրա մեղք մի դիր, որովհետև չարություն արեցինք եւ մեղք գործեցինք, թող նա չնմանվի այն մեռածին, որ իր մոր արգանդից դուրս է գալիս մարմնի կեսը սպառված»։ Ինչ արեց Մովսեսը։ Մովսեսի աղոթքից կախված էր, թե Աստված ինչպիսի վերաբերմունք ցույց կտա Մարիամի եւ Ահարոնի նկատմամբ։ Այստեղ այսպես է նկատվում։ Հիմա որ նայենք, նրանք ախլորացել էին, որտեղ էր նրանց ախլորությունը, ուր էր նրանց պահանջները, ուր էր նրանց Մովսեսին հավասար մեջլիսի կանչելը, այդ բոլորը անցել էր։ Եվ ինչ արեց Մովսեսը։ Մովսեսը աղաղակեց Եհովային, ասելով. «Կխնդրեմ ով Աստված, կխնդրեմ բժշկիր նրան»։ Բժշկեց Տերը Մարիամին։ Այո, բայց ինչ որ մի բանից հետո։ Եվ Տերը ասաց. «Եթե նրա հայրը միայն նրա երեսին թքելու լիներ, միթե 7 օր չէր ամաչի, թող 7 օր բանակից արգելված պահվի եւ հետո ընդունվի»։ Եվ Մարիամը բանակից դուրս 7 օր արգելված մնաց եւ ժողովուրդը չչվեց, մինչեւ որ Մարիամը ընդունվեց։ Ինչու Տերը միանգամից չբժշկեց Մարիամին, որպեսզի Մարիամը մտածելու 7 օրվա առիթ ունենա, որպեսզի ժողովուրդը տեսնեին Մարիամին եւ նրանք էլ մտածելու խորելու առիթ ունենային, ինչ քո բերանդ կբացես որևէ բան ասելու Աստծո ծառայի հասցեին, մտածիր, որ հանկարծ դու կարող ես Աստծո հետ խնդիր ունենալ։ Հետո կարիք կլինի, որ նա խնդրի քեզ համար, նույնիսկ որ դու ապրես։ Ես Աստծո գրքից եմ ծաղկախաղանում, կվերադառնամ ավելի խոր օրինակների։ Հնարավոր է, որ Տերը ների քո հանցանքը, բայց նրա հետևանքը միառժամանակ դու կրես։ Հնարավոր է, թե ոչ։ Տերը ներեց Դավթի մեղքը, բայց թույլ տվեց, որ նրա որդին մեռնի։ Տերը ներեց Դավթի ժողովրդի հաշվելը,
բայց թույլ տվես, որ շատերը ժանդախտով կորսվեն։ Եկեղեցին կարող է ներել քո մեղքերը, քո սխալը, բայց քո նկատմամբ կիրառի որևէ վերաբերմունք, որը Սուրբ գրային է։ Սա Կորինթացիների սովորություն չէ, որ ես ձեզ ասում եմ։ Կարող է եկեղեցին նշանակել, կարող է առանձնացնել, կարող է չբարևել, կարող է քեզ ճանաչել ինչպես Հեթանոս եւ Մաքսավոր։ Ասում եմ, եթե եղբայր կոչված մեկը լինի պորնիկ, կռապաշտ, գինեմոլ, ագահ, նախատող, հափշտակող, նրա հետ հաց էլ չուտեք։ Սա չի նշանակում, որ դատաստան են անում քո հանդեպ, այլ քո հանդեպ կիրառում են վերաբերմունք հատուկ, որ դու սթափվես եւ ապաշխարես։ Պողոս առաքյալը ինչ որ մեկին մատնեց սատանային։ Գրված է Առաջի Կորինթացի 5:5-ում։ Գրված է. լսել եմ ձեր մեջ այսպիսի բաներ կան, եւ դուք փոխանակ ամաչեք սրա համար, այլ նույնիսկ պարծենում եք։ Լսել եմ, որ մեկը իր հոր կնոջը իրեն ինչպես կին ունի։ Երբ որ դուք հավաքվեք միասին իմ հոգին է ձեր հետ մեկտեղ, այսպեսին մատնեք սատանային մարմնի կորստյան համար, ինչու, որպեսզի նրա հոգին ապրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրում։ Կամ մեկ ուրիշին մատնեց սատանային, ասում է, որպեսզի սովորի հայրանք չանել։ Ուրիշ տեղեր կա, Տիմոթեոսի թղթերում կամ Առաջի Կորինթացի 5:11-ում գրած է, չբարևեք, չհաղորդակցվեք այսպիսինի հետ, բայց թշնամի մի համարեք, այլ սեր ցուցաբերեք նրա նկատմամբ վերստին, որպեսզի չլինի, թե նա չափազանց տրտմությունից ընկղմվի։ Այսինքն եկեղեցու վերաբերմունքը նորից եմ կրկնում, կարող է այսպեսին լինել, բայց քեզ սթափեցնելու համար, ոչ թե քեզ դատապարտելու եւ պատժելու։ Հասկանում եք։ Ուրեմն մենք էլ հիմա կարող եմ ես իմ երեխային խրատել։ Եթե մի անշնորհք բան արել, կարող եմ ապտակել։ Մեր երկրի օրենքը թույլ է տալիս։ Օրինակ, ես լսել եմ Նորվեգիայում, Ուլֆեգմանը ապրում է Նորվեգիայում, այնտեղ իրանց օրենքը արգելում է երեխայի վրա ցերկ պիչ բարձրացնել։ Կարևանել որ բողոքի, երեխան էլ բողոքի նստացնենք ես։ Դեն էլ ասում, մի Աստված ասում է ցեցի խրատի, մեր օրենքն ասում է իրավունք չունես ցեցի, ինչ անեմ։ Ասում է դնում էր էլեկտրիշկեն, Նորվեգիայից տանում էր Շվեդիա, ցեցում բերում էր։ Եվ Աստծո խոսքներ պահում, եւ երկրի օրենքը չէր անարգում։ Բարձր, բայց ամենայն դեպս ոչ էր տանում սպանելու, խրատելու համար։ Հիշեք, հայրն է խրատում որդուն եւ ոչ թե որդին հորը։ Համաձայն եք։ Հովիվն է խրատում անդամին, ոչ թե անդամը հովին։ Հովիվն է եկեղեցու հայր կոչվում, ոչ թե անդամն է հովի հայր կոչվում։ Ամեն։ Առաջի Կորինթացի 4:15-ում ասում է Պողոս առաքյալը. դուք կարող եք ունենալ բազմաթիվ դաստիարակներ Քրիստոսով, բայց ոչ թե բազմաթիվ հայրեր, ես ավետարանով ծնեցի ձեզ։ Սա օրինակ է։ Եթե մեկը մեղք է գործել եւ հղիացել է շնությունից, Աստված կարող է նրա շնությունը ներել, բայց ո հղիությունն էլ չի դադարեցնի։ Հղիությունը եկեղեցին էլ չի կարող դադարեցնել եւ ոչ ոք չի կարող խորհուրդ տալ թե դադարեցրու։ Այսինքն կան մեղքեր, որոնք դու կարող ես գործել, ներում ստանալ, բայց հետևանքը դեռ մնա քո կյանքում։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասել։ Կան բաներ, որոնց հետևանքը մենք կքաշենք։ Ինչու, որպեսզի խրատ առնես, դաս դառնա քեզ համար եւ քո կողքինի համար։ Ուրեմն ներման համար ապաշխարելը անհրաժեշտ պայման է, կարևոր պայման է։ Առանց մեղքերը ներելու Աստված, առանց մեր մեղքերը ընդունելու Աստված էլ չի ներում մեր մեղքերը։ Քրիստոսի արյունը թափվեց ամբողջ աշխարհի մարդկանց համար, բայց աշխարհի բոլոր մարդիկ չէ որ թողություն են ստանում։ Քրիստոսը կոչվում է ամբողջ աշխարհի փրկիչը, բայց ամբողջ աշխարհը չէ որ փրկվելու է։ Նա եկավ իրեններին, եկավ յուրայիններին, սակայն իրենները չընդունեցին նրան, բայց նրանք ովքեր ընդունեցին նրանց տվեց իշխանություն Աստծո որդիներ կոչվելու։ Իսկ ովքեր չընդունեցին նրան, ովքեր չընդունեցին կմեռնեն իրենց մեղքերի եւ հանցանքների մեջ։ Այսինքն քավությունը կա կատարված, քեզ համար է այն լիարժեք ձևով, դու պետք է կարողանաս ճիշտ վերցնել, այլապես այն քոնը չի լինելու։ Բացվելու համար բախում են, սա պայման է։ Տրվելու համար խնդրում են, սա պայման է, չէ՞։ Եվ եթե մենք չենք կատարում պայմանի առաջի մասը, երկրորդը մեզ համար չի լինի։ Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչում է, նորից վերադառնամ, ու չի ասում ներիր ինձ, դու ներիր նրան, բայց հիշի, նա Աստծո հետ խնդիր է ունենալու։ Նորից կրկնեմ։ Եթե քո եղբայրը մեղանչում է քո դեմ, բայց չի գալիս ասում ներես ինձ, դու նորից ներիր նրան։ Դու ներիր, բայց ինքը Աստծո հետ խնդիր է ունենալու։ Բայց եթե քո եղբայրը գալիս քեզ ասում է ներիր ինձ, դու չես ներում նրան, դու ես Աստծո հետ խնդիր ունենալու։
Երկրորդ Թագավորաց 19:18-ում կարդում ենք. Գերիայի որդի Սեմին մեղք էր գործել Դավթի դեմ, բայց հարմար պահը օգտագործելով ընկավ թագավորի առաջ եւ ասաց. Իմ Տերը հանցանք չհամարի ինձ եւ մի հիշիր, որ քո ծառատ անօրինություն գործեց այն օրը։ Ծառատ գիտե, որ հանցանք է գործել եւ ահա այսօր առաջինը ես եմ եկել Հովսեփի բոլոր տանից իմ Տեր թագավորին դիմավորելու։ Նրա խոսքերը ինչպիսին էին։ Եվ Շարույայի որդի Աբեսան ասաց. Միտե սրա փոխարեն չպիտի մեռնի Սեմին, որ Տիրոջ օծյալն անիծեց։ Իսկ Դավիթ ասաց. ոչ, պիտի չմեռնես, եւ նա երթում արավ։ Արդյոք նշանակություն ունեցավ այս ազնվորության խնդրելը Դավթից այս թախանձանքով։ Այո, նշանակություն ունեցավ, որ նա չմեռնի։ Ուրեմն ներում խնդրելը անհրաժեշտ պայման է, ներելը պարտադիր պայման է։ Տեր Հիսուսը Գողգոթայի խաչի վրա ներեց իրեն խաչողներին, իրեն ծաղրողներին, իրեն անարգողներին։ Այո։ Ըստ ձեզ, երբ Տերն ասում էր հայր ների նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում, հայրը ներեց նրանց, թե չներեց։ Ներեց թե չներեց։ Եթե ներեց, ինչը ներեց։ Նրանց բոլոր մեղքերին թողություն տվեց։ Ոչ։ Խաչելիության ժամանակ նրանք կատարում էին մարգարեությունները առանց հասկանալու։ Հնարավոր է նրանց հայր չեն հասկանում, որ նրանք մարգարեություններն են կատարում։ Ներիր սա սրանց, բայց նրանք դաժան սրտի համար, որ նրանք բոլորի հանդեպ այսպես էին վերաբերում, եւ նրանց մնացած բոլոր շնորհությունների մեղքերի համար այս աղոթքը որևէ նշանակություն չուներ։ Պարզ է։ Ուրեմն խաչի վրա անարգվում էր Աստծո որդին, քավության նոխազներ մորթվում, կատարում էր ամբողջ աշխարհի մարդկանց մեղքերի փրկագնությունը, դա Գողգոթան էր, բայց եթե որևէ մեկը անարգում է զոհաբերությունը, նրա համար այլևս որևէ քավության միջոց չի մնում։ Մի քիչ խորանամ սրա վրա, որովհետև սրա վրա իմ ամենակարևոր խոսքն է։ Առաջի Թագավորաց թղթերում, առաջի, երկրորդ, երրորդ այդ գլուխների սահմաններում եմ ես ասում Հեղեի եւ իր որդիների մասին։ Հեղին քահանայապետ էր, ծաղկակաղեմանում։ Նա պետք է հետևեր զոհի ճիշտ կատարվելուն եւ մեղավորի ճիշտ խոստովանությանը, սա քահանայապետի պարտականությունն էր։ Նա Իսրայելում պետք է ճիշտ դատ վարեր եւ տեսնենք թե ինչ տեղի ունեցավ։ Ինչ է ասում մեզ Սուրբ Գիրքը։ 2:12-ում առաջ Թագավորաց գրված է. Հեղիի որդիքը չար զավակներ էին, 13 խոսքում նրանք անարգում էին Տիրոջ զոհը, նրանք Տիրոջը չէին ճանաչում։ Եվ զոհաբերությունը, որը նրանք բերում էին Տիրոջը, իրենց համար մենակ քեֆ կուշանելու ինչ-որ մի հատ միջոց էր։ Դրանք որևէ նշանակություն, կարևորություն, հարգանք չէին ցուցաբերում զոհի նկատմամբ։ Կարդամ. Եվ այն երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջին, որովհետև նրանք արհամարում էին Տիրոջ զոհը։ 2:17 Հիշեք սա, նրանք արհամարում էին Տիրոջ զոհը։ Սա դեռ նրանց միակ հանցանքը չէր։ Նրանք ուրիշ մեղքեր էին գործում, եւ որն էր։ Եվ հեղին շատ էր ծերացել եւ լսում էր այն ամենը, ինչ որ նրա որդիկն անում են բոլոր Իսրայելին, եւ թե ինչպես նրանք ժողովի խորանի առաջին խումբերով ժողոված կանանց հետ պարկում էին։ Սարսափելի մի բան։ Ժողովի խորանի առջև հեղիի որդիները պարկում էին կանանց հետ ժողովրդի աչքի առաջին։ Ես նրանք քահանայական ծառայություն անող մարդիկ էին։ Եվ դրա հետ մեկտեղ գրված է, եւ այն երիտասարդների մեկը շատ մեծ էր Տիրոջ առաջ, առավել քան նոր որ ես ասացի, որովհետեւ նրանք արհամարում էին Տիրոջ զոհը։ Առաջին մեղք շնություն էին անում, երկրորդ արհամարում էին զոհը։ Շնության մեղքը քավելու համար կար զոհ։ Զոհը անարգելու համար չկար եւ ոչ մի զոհ։ Իշեք խնդրում եմ, սա շատ կարևոր բան եմ ասում։ Որևէ մեղք, որ դու գործես, սրա համար կա քավություն, բայց քավությունը անարգելու դեպքում չկա ոչ մի քավություն։ Եբրայեցի թվում գրված է, որ նրանք ովքեր անարգեցին Քրիստոսի արյունը, նրանց համար գրված է չկա այլևս ոչ մի թողություն, որովհետև դու միջոցն ես անարգում։ Հիմա կարդամ, թե Աստված ինչ ասաց Հեղիին եւ համոզվենք այս խոսքի մեջ։ Եվ ահա ես Իսրայելի մեջ մի բան կանեմ, որ ամեն նրան լսողների երկու ականջները կհնչեցնեն։ Այն օրը Հեղիի վրա կկատարեմ ամեն ինչ, որ նրա տան վրայով խոսեցի։ Կսկսեմ ու կվերջացնեմ, եւ նրան իմացրել եմ, որ նրա տունը պիտի դատեմ հավիտյան, որ գիտեր այն անօրինությունները, որ նրա որդիքը իրենց վրա անեծք են բերում, եւ նա նրանց չհանդիմանեց, բայց Հեղին հանդիմանում էր։ Նրա հանդիմանությունը այնքան մեղմ էր, որ Աստված անգամ հանդիմանություն չհամարեց այն։ Չէ՞ որ շնության մեղքի համար քարկոծում եւ սպանում էին, մանավանդ նա ով Իսրայելի առաջնորդ էր, հոգեվոր։ Բայց հայրը հանգիստ ասում է. «Բալինքներ ջան, ձեր մասին բադ բաներ եմ լսում, լավ չէ, պետք չի այդպեսի բաներ անել»։ Սա Աստված խրատ չհամարեց։
Սա ասո օրենքը պահող մարդի քահանայապետի խոսք չէ։ Հիմա տեսեք Տերը ինչ էր ասում։ Իսկ զոհերը անարգելու համար սրա համար երթում արի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրինությունը զոհերով եւ ընծաներով հավիտյան քավություն չլինի։ 3:14։ Այսինքն այն շնությունը, որ նրանք կատարում էին, սա հասկացա, որ մարդ են, անզուսպ են, չեն կարողանում, ինչ որ շնության կապանքների մեջ են, բայց այն ինչ որ ես դրել եմ միջոց քավության, սա են անարգում, քավություն անարգողին հավիտյան զոհերով եւ ընծաներով որևէ քավություն այլևս չլինի։ Սարսափելի չէ՞։ Այլևս ներման ոչ մի հույս։ Վերադառնամ Դավթի եւ Սաղուլի փոխհարաբերություններին եւ նրանց գործած մեղքերի միջև եղած տարբերությանը։ Եթե մենք նայենք մարդկորեն, մենք կտեսնենք, որ կարծես է Սաղուլը ավելի փոքր մեղք գործեց, քան թե Դավիթը։ Դե ինչ էր արել, մեծ զոհ էր արեց, դե ինչ էր արել, անասուններ բերեց, մի ինչ կար այդտեղ։ Սարքեցին եսի ինչ։ Բայց Դավիթը սպանեց Ուրիային, սպանել տվեց, կնոջը բռնաբարեց, տիրացավ։ Չէ՞։ Կան զորքներ աշխում, կարծես չէր վստահում ասում, բայց Աստված ուրիշ կերպ էր նայում սրանց։ Դավիթը շնություն գործեց, սպանեց անմեղ մի մարդու, հաշվեց Տիրոջ զորքը, որը դուրս եկավ Տիրոջը։ Բայց ինչ տեղի ունեցավ, երբ որ նա հանդիմանվեց Մարգարեի կողմից։ Դավիթը ընդունեց իր մեղքը, ուշադիր լսեք, ապաշխարեց սրա համար, երեսնիվայր ընկավ, թողություն խնդրեց Տիրոջից, ասաց ավելի լավ Աստծո ձեռքը ընկնեմ, քան թե մարդկանց ձեռքը, նա հասկանում էր այս բոլոր բաները։ Եթե կարդանք 51-րդ Սամուելը կտեսնենք, նա ինչպիսի աղեգտորը լացով խնդրում էր Տիրոջը, թե քո Սուրբ Ոգին մի հեռացրու ինձանից։ Այսինքն նա հասկանում էր իր կատարածի ահավորությունը եւ իր թողությունը տեսնում էր Տիրոջ մեջ։ Այսինքն նա թողությունը չէր անարգում, նա իր գործած մեղքերի համար խնդրում էր թողություն, որի վերջը նա թողություն գտավ, նույնիսկ վերականգնեց իր հարաբերությունները Աստծո եւ մնաց Աստծուն սիրելի։ Զոհը մաքրեց նրա մեղքերը, արյունը։ Բայց ինչ արեց Սավուղը։ Հիմա կարդամ Սավուղի երկու մեղքերը մի քիչ ավելի մանրամասն։ Թշնամին մոտենում էր, Սամուելը խոստացել էր, որ կգա ժամանակին, ուշացավ։ Պատահում է, չէ, որ ասենք մտած մեզ էլի չեկա, ինչ ջանջալ մարդ է, ախր ասել էր պիտի գա, մի ինչ անեմ։ Որոշեց, որ զոհը ինքը կատարի։ Ինչու՞։ Չէ որ դու դրա իրավունքը չունեիր։ Դու ղևտացի չէիր, դու քահանա չէիր։ Գոնե եմ ասում, կան չէր որևէ ղևտացու կամ քահանա, ասել Սամուելը չի եկել, բայց ես ուզում եմ աղոթ կանել, որովհետև թշնամին մոտենում է, պատերազմը մոտենում է մեզ, բերեք մի ղևտացի թող ինքը զոհաբերությունը կատարի։ Նա ուրիշ կերպ վարվեց։ Հիմա տեսեք, ասենք դուք ունեք մի կատու, ամեն օր սառնարանը բացում եք եւ այդ կատվին մի կտոր երշիկ եք տալիս որ ուտի։ Երբ որ դու երշիկը տալիս եք կատվին ուտի, կատուն իրավունք ունի դա ուտելու։ Բայց կարող է մի օր կատուն մտածի, դե մեկը իմ երշիկն է, էլի, սառնարանի դուրը բացի, իր երշիկը կտրի ուտի։ Նա երշիկը ուտելու իրավունք ուներ, բայց սառնարանը բացելու իրավունքը նա չուներ։ Սավուղը կարող էր օգտվել զոհաբերությունից, բայց նա այն կատարելու իրավունքը չուներ։ Բայց ամենայն դեպս ամենասարսափելին չէր, որ նա արեց, բայց արեց։ Եվ նա Սամուելի որոշված ժամանակի չափ 7 օր սպասեց, 7 օր ուշացավ Սամուելը, բայց Սամուելը չեկավ, եւ ժողովուրդը ցբրվում էր, եւ Սավուղն ասաց. «Ողջակեզը եւ խաղաղության զոհը ինձ մոտ բերեք», եւ ինքը մատուցեց ողջակեզը։ Չէ՞։ Երբ որ Սամուելը եկավ, գովեց արդյոք։ Այստեղ դուք կտեսնեք որևէ մի բառ խոստովանության, որ ասենք Սավուղն ասեր սխալ արեցի, հիմարություն արեցի, աղոթի ինձ համար թող Տերը ների, այսպեսի բան չկար։ Նա սկսեց արդարացնել իր կատարածը։ Իմ սիրելի քույրս եւ եղբայրս, եթե մենք որևէ սխալ կամ մեղք ենք գործում, խոստովանում ենք մեր մեղավորությունը, ընդունում ենք, որ դա սխալ է, սա առաջի քայլն է, մեզ ճիշտ քավության տանելու։ Բայց երբ մենք մեր նախավորում, նախամորբեց սկսում ենք արդարացնել մեր արածը, մենք հեռու ենք վանում մեզանից քավությունը եւ մեր մեղքերը մնում են մեր վրա։ Ինչպես վարվեց Ադամը։ Ասաց Ադամ, աջոք կերար պարտեզիային պտղից, որի համար պատվիրեցի չուտել։ Փողանակ ասել Տեր կերա, հիմարություն արի, ղալաթ արեցի, ներիր ինձ։ Այսպես բանոնես բաներ ասել։ Ասես քո տված կնիկ արեց։ Քո տված կնիկն արեց։ Իբր յանի չտվեց իր այդ կնիկը, այդ ինչ կնիկ էր որ խափեց։ Շատ ժամանակ ես որ մեկ գալիս եմ եկեսեմ ասում են աղոթում են որ Տերը ինձ ցույց տա ում նարդեմ, ասում եմ դες բան մի հա, Տերը չի անում դες բան, որտեվ մի օր մի բան հանգարց այն չեղա, պետք է ասես քո տված կնիկն էր։ Ավելի լավ Տերը իմաստություն խել կատվել գնա ընտրի։ Պարզ է։ Ուրեմն չկար ոչ մի զղջում։ Սամուելն ասաց. «Ինչ ես արել։
տեսա, որ ժողովուրդը իմ մոտից ցվրվում է, եւ դու էլ որոշված ժամանակին չեկար, այսինքն մեղադրում է Սամուելին, դու չեկար, փղշտացիները ժողովեցին Մակփասի մեջ, այն ժամանակ ես ինչ ասացի։ Ասացի, փղշտացիները հիմա ին վրա կելեն գաղաղա, իսկ ես տակավին Տիրոջը աղոթք չեմ արել, ինչ մեծ հոգեվորություններ, աղոթք չեմ արել, շատ մեծ բաներ։ Եվ ես ինձ ստիպելով ողջակեզը մատուցեցի։ Ինչ արեցի, ես ինձ ստիպելով ողջակեզը մատուցեցի։ Այսինքն, ես հասկանում եմ, որ դա իմ գործը չէ, հասկանում եմ, որ դա սխալ եմ անում, ինչ-որ մի բան խշպտանքից մեջ ինձ հանդիմանում էր, որ մի արա դա քեզ չի վերաբերվում, բայց համենայնդեպս ինձ հարկադրելով արեցի այն, ինչ իմ ներսնել էր, ինձ ասում թե մի արա։ Համաձայն եք իմ բացատրածին։ Բարի։ Սամուելն ասաց, առաջին թագավորաց 13:13, դու հիմարություն արեցիր եւ չպահեցիր քո Տեր Աստծո պատվիրանը, որ նա քեզ պատվիրել է, որովհետեւ հիմա Տերը քո թագավորությունը Իսրայելի վրա մինչեւ հավիտյան կհաստատեր, բայց հիմա քո թագավորությունը հաստատ չի մնալու։ Տերն իր համար իր սրտի համեմատ մի մարդ է ուզում, որ իշխան նշանակի իր ժողովրդի վրա, որովհետեւ դու չպահեցիր ինչ որ Տերը քեզ պատվիրել էր։ Այստեղից Սավողի թագավորությունը սկսեց երերալ։ Աստծո առաջնորդը պետք է նախանձավոր լինի Աստծո խոսքին։ Աստծո խոսքը պետք է լինի յուրաքանչյուրի սրտի մեջ, առավել ևս առաջնորդի։ Պարզ է։ Եվ Աստծոց առաջ պետք է անփույթ վերաբերվի Աստծո զոհին։ Երկրորդ սխալը, որը առաջինից շատ ավելի սարսափելի էր։ Տերը պատվիրեց Սավողին, որ ամաղեկը բնաջինջ անի մարտից մինչև անասուն, քանի որ նզովված է։ Առաջ թագավորաց 15:1-ից այսպես շարունակ։ Սավողը զարկեց ամաղեկին, բայց ամբողջ ունեցվածքը չնզովեց եւ բնաջինջ չարեց։ Արդեն սխալները սկսեց թույլ տալ։ Բայց սա ամենասարսափելին չէր։ Նա կենթանի թողեց նրանց գլխին Ագագ թագավորին։ Սա սխալ էր, բայց դեռ ամենասարսափելին չէր։ Նա խնայեց ոչխարներից եւ խոյերից լավագույններին եւ պարարտներին։ Սխալ կատարեց, բայց սա ամենասարսափելին չէր դեռ։ Սարսափելին հետո է, ուշադիր լսեք։ Ինչու նա այսպես վարվեց։ Ինչու էր նա այսքան ինքնահավան ու անմիտ։ Ինչու էր նա իրեն ավելի խելացի կարծում, քան իրականում կար։ Եթե Տերը որևէ մի բան է ասում քեզ, դու քեզ գիտունի տեղ մի դիր։ Դու ավելի խելացի չես Աստծուց։ Դու արա այն ինչ որ նա քեզ պատվիրում է, մնացածը ինքն է ատուցելու։ Եթե նա կասի քո երեսիդ կտան մյուսը շուրտուր, դու քեզ ավելի խելացի մի կարծի, բացատրություններ մի տուր, շուրտուր երեսդ, որովհետև երրորդ ապտակը Աստված է տալու ու ոչ թե քեզ, այլ քո դիմացինին։ Քո ինչ գործն է։ Աստված քեզանից պահանջում է հնազանդություն։ Երբ հատուցումը դու ես վերցնում քո վրա, դու ես պատասխան տալու արդեն։ Տիրոջ խոսքը Սավողին, լսեք։ Եվ Տիրոջ խոսքը եղավ Սամուելին Սավողի վրայով ասելով. Զղջացի, որ Սավողին թագավոր եմ արել, որովհետև ինձանից հետ դարձավ եւ իմ խոսքերը չկատարեց։ Ահա դու, Սամուելը Սավողին է ասում, որ քո աչքին փոքր էր երևում Իսրայելի որդկանց ցեղերին գլուխ եղար, եւ Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց, բայց մի քիչ ներքև, սակայն դու ինչու Տիրոջ ձայնին մտիկ չարեցիր եւ ավարի վրա հարձակվելով չարություն արեցիր Տիրոջ առաջին։ Նորից չնչին չափով անգամ զղջում չկար Սավողի կատարածի մեջ, ոչ մի ներողություն, ոչ մի սխալ չէր տեսնում։ Տեսեք ինչ ասում։ Ես Տիրոջ ձայնը լսեցի, եւ Տերն ինձ որ ճանապարհով որ ուղարկեց, այդ ճանապարհով գնացի, եւ Ամաղեկի թագավոր Ագագին բերեցի եւ Ամաղեկին բնաջինջ արեցի։ Ամենասարսափելի սխալը, որ նա գործեց այնտեղ է։ Սակայն ժողովուրդը այն ավարից ոչխարներ եւ աչարներ վեր առավ, նզովվածից շատ լավերը, որ գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն։ Սավողի ամենամեծ սխալը, որը իրեն զրկեց ընդհանրապես Աստծո հետ ունեցած բոլոր տեսակի հարաբերություններից։ Ինչ արել չէր արել, դա մեղք էր գործել, բայց այդտեղ ինչ ասում։ Նզովվածներից լավերը բերեցի, որ քո Տեր Աստծո համար զոհ մատուցեմ։ Աստծո զոհասեղանը դզոված կենթաների համար, եւ սա դու ես ասում, հասկանալի է։ Արդեն ոչ թե Սավողը սխալ էր գործել, այլ նա անարգում էր զոհաբերությունը, անարգում էր Աստծո զոհասեղանը, որի պատճառով Աստված մերժեց նրան։ Եվ Սամուելն ասաց.
Միթե Տերը այնքան հավանում է ողջակեզների եւ զոհերի, ինչպես Տիրոջ ձայնը մտիկ անելուն։ Ահա հնազանդությունը զոհից ավելի լավ է եւ ականջ դնելը խոյի ճարպերից, որովհետեւ ապստամբությունը կախարդության մեղքի պես է եւ անհնազանդությունը կռապաշտության պես է, որովհետեւ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ մերժեց, որ դու թագավոր չլինես։ Տերն էլ քեզ մերժեց։ Այլևս Սամուելը Սավողի երեսը չի տեսնում եւ նրա համար շարունակում է սուք անել 15:35։ Մինչև որ մի օր 16-ի առաջին խոսքում Տերը նրան ասում է. մինչև երբ պիտի Սավողի համար սուք անես, որովհետև ես նրան մերժեցի։ Երբ Մարիամն էր մեղք գործել եւ Ահարոնը, Մովսեսի աղոթքը նշանակություն ունեցավ, որ Տերը Մարիամին բժշկեր։ Բայց երբ Սամուելն էր աղոթում Սավողի համար, ոչ մի նշանակություն չունեցավ, ասած մերժել եմ նրան։ Ինչու՞։ Նա անարգում էր զոհաբերությունը։ Մարիամը հիմարություն էր արել Մովսեսի դեմ խոսելով, բայց Սավողը հիմարություն արեց Տիրոջ զոհանարգելով։ Երբ մենք մոտենում ենք Տիրոջը, երբ մենք մեր աչքերի առջև բերում ենք Գողգոթան, մեր մեղքերի սխալների համար խնդրում ենք թողություն, հիշիր, քո մերձավորը նույն իրավունքն ունի։ Դու հնարավոր է նրա իրավունքը անարգելով անարգում ես զոհաբերությունն արդեն։ Ահա ինչ Աստված կարող է հետ դառնալ եւ քեզանից պահանջի։ Այն ինչը թեկուզ մի ժամանակ քեզ ասել էր, որ ներել եմ։ Որտեվ Տերն ասաց, այսպես կանի նաև իմ երկնավոր հայրը։ Ուրեմն ինչ ենք տեսնում։ Ասո խոսքը եւ ասո զոհ արհամարող մարդի վերջը ինչ եղավ եւ ինչ կլինի։ Հեղեի տունը քանդվեց։ Ճիշտ եմ ասում։ Սավողի տունը քանդվեց։ Նույնիսկ նրա որդին, որ այդքան սիրելի էր Դավթին, Հովնաթանը, Աստված չհաստատեց նրանց բարեկամությունը, ոչ էլ Դավթի երկրորդ լինելը։ Հուդայի տունը քանդվեց, ես շատ օրինակներ կարող եմ վերել, չեմ ուզում ձեր միտքը ծանրաբերել։ Ուրեմն պայման գոյությունը, եթե դու քանդում ես պայմանի մի մասը, կզրկվես հաջորդից։ Ներիր, որպեսի ներվես։ Մի դատիր, որպեսի չդատվես։ Մի դատապարտիր, որպեսի չդատապարտվես։ Եթե չես ներում, չես էլ ներվի։ Եթե դատում ես, պիտի դատվես։ Եթե դատապարտում ես, պիտի դատապարտվես։ Եվ մենք ամեն անգամ, երբ որ մեր մերձավորը մեղք է գործում մեր հանդեպ, մենք պետք է միշտ լեցված լինենք ներող հոգեբանությամբ։ Եվ եթե դու չես ներում նրան, մտածելով թե մի մեծ պատիժ ես նրան սահմանում, դա նման է այն բանի, որ դու թույն ես խմել ու սպասես, որ քո մերձավորը մեռնի։ Առաջի վնասը քեզ է գալու։ Եվ ամեն անգամ, երբ որ մենք հայրմեր տիրոնական աղոթքը աղոթում ենք, ափսոս որ հայրմերը ծածկել եք, եթե ձեզ պետք չի տվեք մեր ոտ ես կկպցնեմ շատ սիրով։ Ամեն անգամ, իհարկե, եթե աղոթում ենք, որովհետեւ հիմա շատ եկեղեցիներ կան, արդեն շատ են պրոֆեսիոնալ, արդեն այդ աղոթքը ինչ աղոթքա որ, իրանք ավելի լավ են աղոթում։ Ամեն անգամ, երբ որ մենք ասում ենք, եւ ներիր մեր պարտքերը այնպես, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, ցույց ենք տալիս, կարծես մենք պայման ենք դնում Աստծո առջև։ Իմ ներումից կախվյալ, ինչպես կներեմ իմ մերձավորին, հենց այդպես դու ներիր ինձ իմ հանցանքները։ Հայրմերի համար մի բան ասեմ, շարունակեմ։ Մի շրջան մենք հայրմեր աղոթքը անեցինք մեր աղոթքացանկից, դե ասենք սուբրիտ աղոթքա երևի լավ, այդպես մնաց։ Մի օր ավետարանական ժողով ենք կազմակերպել միտեղ, վերջում որոշեցի հրավիրել մարդկանց ապաշխարության եւ վերջում ասի հայրմերը կրկնեմ, թող իրանք հետևիցս կրկնեն։ Ուրեմն ասեցի կրկնի, եկ ասա այնտեղ որ ների մեր պարտքերը ինչպես մոռացա։ Դե վարչանական պետք է մի բան ասեմ, ոչ կարամ մեկին հարցնեմ, ոչ էլ գիրք կարամ բացեմ այդ պահին։ Ինչքան ուղեղս հենց ինչքան միտքս հերիքում էր, լարվեցի որ հիշեմ այդ բառը, այդ նախադասությունը։ Չի հիշեցի, տվեցի անց էլի թռա այդտեղով։ Հիմա վերջացավ եկա, այսպես կարբերը կապտել եմ, քրտինքը տվել, այսպես կծկվել նստել եմ, մտածում եմ կարողա չզգացին էլի։ Այդ պահին դու արմեշի մեկ էլ հետևից մի հատ 50-ական եղբայր այսպես թփթփցրեց ուսս, դարձա ասեց՝ ախպեր ջան, հայրերներ ես արդեն մոռացի։ Մեռա մնացի, ասում եք գետին ճղվի մտնեմ մեջը, ինչի եմ ապրում։ Դրանց հետո ասի, երբեք ես դա տիրունական աղոթն է։ Իմ Տերն է պատվիրել այսպես աղոթել։ Ով կուզի չի ուզի, ես պետք է աղոթեմ։ Դա զուբրիտ աղոթ չէ, դա շատ կարևոր աղոթք է։ Եվ տեսեք, Մատթեոս 6:12-ում էր։ Եվ անմիջապես հայրմեր աղոթքից հետո, անմիջապես դրանից հետո, ինչ ասաց Տերը։ Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների ձեր հանցանքները։
Եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Քրիստոսի խոսքը ընդունենք ճշմարտություն, թե սովորություն։ Սա ճշմարտություն է։ Ուրեմն Հիսուսը լինելով երկնքում եւ երկրի ամենան ներեց մեր մեղքերն ու հանցանքները, ներեց իրեն խաչողներին, անարգողներին, ներեց իրեն ծաղրողներին, չէ, հայողներին, ներեց իրեն ուրացողներին եւ սպանողներին եւ աղոթեց հայրներին նրանց, որովհետեւ չեն հասկանում թե ինչ են անում։ Քրիստոսի այս աղոթքը բաց արեց երկինքը, քանդելով կապանքներ, որպեսզի մարդիկ իրավունք ունենան շնորհած աթոռին մոտենալու։ Իսկ եթե մենք ենք մեր մերձավորին վերաբերվում կապանքներով, մենք առաջինը մեր երկինք մտնելու իրավունքն ենք կապում։ Եվ հետո ինչ չէ նաև մեր մերձավորին։ Այսպես ասած, քո երկնքի մուտքի վիզան դու դնում ես վտանգի տակ, որովհետև ես ավետարանից եմ բերում օրինակներ։ Ով որ քեզ կասի ոչինչ, չներեսել կներվես, չապաշխարեսել կներվես, չխոստովանեսել կներվես, նրանք ես խաբում են։ Այսպես ավետարան գոյություն չունի։ Սա վերջին դարերի Քրիստոսի էժանացված խաչի ավետարանի քարոզն է այսպեսին։ Ծափ եւ ուրախություն, երկինքը այսպես է, բայց երկինքը ունի նաեւ խաչի ճանապարհ։ Առանց Քրիստոսի խաչի չի բացում երկինքի մուտքը ոչ մեկի առջև։ Առանց ճշմարիտ ապաշխարության մենք չենք կարողանում ստանալ իրական մեղքերի քավություն եւ ավիտենական կյանք։ Եվ այն ինչ որ մենք կրկնում ենք, այն աղոթքը Տեր ընդունում եմ քեզ, հրաշալի է կրկնիր, բայց եթե քո կյանքում չկա դարձ դեպի Աստված, քո այդ աղոթքը ոչինչ շարժ է։ Այս է զուբրիտ աղոթ կդառնա։ Եվ չէ որ Տերն էլ աշակերտներին փչեց ասած արեք Սուրբ Հոգին, որի մեղքերը ներեք պիտի ներվի, որի մեղքերը արձակեք պիտի արձակվի։ Ուրեմն արձակել եւ կապելը կարևոր բան է երկրի վրա, իսկ եկեք մենք միան տրամադրվենք արձակելուն։ Այսօր շատ եկեղեցիների շատ հովիվներ ավելի շատ հակված են կապելու, քան թե արձակելու։ Բայց Հիսուսի երկրային առաքելությունը սա չէր։ Հիսուսն ասաց մարդի որդին չեկավ երկիր որ աշխարհը դատի, այլ եկավ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Սա պետք է դառնա մեր դեվիզը։ Չներելը քայքայում է լավ ընկերակցություններ, չէ՞։ Եվ եթե մենք չենք ներում, առաջինը մենք ինքներս մեզ ենք դնում վտանգի առջև։ Նա ով չի ներում, թող չակնկալի, որ նա կներվի Աստծուց։ Ինչու՞։ Հիմա մեկը կարող է ասել, չէ՞ որ եղբայր գրված է որ եւ նրա արյան մենք ունենք մեղքերի թողություն եւ հավիտենական կյանք։ Այո, գրված է, բայց այս խոսքը ոչ մի անգամ ավելի զորավոր խոսք չէ այն մյուս խոսքից, որտեղ Տերն ասում է, եթե չներես, պիտի նաեւ չներվես։ Ուրեմն երկուսն էլ հավասարազոր խոսք են, որ մենք պետք է ընդունենք։ Երկուսն էլ մենք պետք է այն անենք։ Եվ ներումը մենք չենք վաստակում, այն մեզ տրվում է որպես շնորհք։ Եվ եթե քո մերձավորն է քո դեմ մեղք գործել, թույլ մի տուր որ նա քեզանից վաստակի այն։ Ինչպես ասած, այնքան նսեմացնես, որ այդ մարդը ասի, տեսնես, եւ պետք է ասի ներում եմ, թողեմ պրծեմ սրանից, ես սրա երեսը չտեսնեմ։ Մենք պետք է հիշենք, որ ինչպես որ Աստված մեր հանդեպ արեց, ինչպես կուզես որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց։ Ուրեմն եթե իմ մերձավորը, իմ եղբայրը կամ քույրը ինչ որ մի խնդիր ունի, ավետարանը ասում է, թող քո ընծատ, անգամ այս զոհաբերությունը թող գնա, նախ նրա հետ հաշտվի։ Պարզաբանենք, եթե ես սխալ եմ, ներողություն խնդրեմ հաշտվենք։ Եթե իմ եղբայրն է սխալ կամ քույրը, պարզաբանենք, որ ինքը ապաշխարի։ Այսինքն մեր փոխհարաբերությունները շտկենք, որ Քրիստոսի մարմնի անդամների մեջ տարաձայնություններ չլինեն, որովհետև երբ որ Տերը վերադարձավ, ասաց նա իր անդամների մեջ հաշիվ տեսավ։ Իր ծառայակիցների մեջ առաջի հաշիվը տեսավ։ Դուք ինչպես եք իրար հանդեպ։ Չներողի մեջ կա հպարտություն, չներողի մեջ կա խստություն, չներողի մեջ կա հիշաչարություն եւ ինքնահավանություն։ Նաեւ ներելու համար երբեմն պատահում է, որ դու պետք է ինչ-որ բան նաեւ հատուցես։ Այնպես չէ, որ ինչ-որ արել ես, բրծավ գնաց։ Հիմա մեկից փող ես վերցել, խոստացել ես տալ, չես կարող տաս, հիմա ասում ես դե ների թույ էթա։ Դա ինքը պետք է որոշի։ Բաներ կա, դու պետք է վերադարձնես։ Բաներ կա, դու պետք է հատուցես։ Երբ որ Զաքեոսը Տեր Հիսուսին կանչեց իր տուն, հյուրասիրում էր։ Հանկարծ Զաքեոսի մտքով մի բան անցավ, վեր կացավ կանգնեց ու ասաց. «Ունեցվածքիս կեսը պիտի տամ աղքատերին, եւ ում որ ես զրկել եմ, քառապատիկ պիտի հատուցեմ»։ Նոր այս խոսքից հետո Տեր Հիսուսն ասաց. «Այսօր այս տանը փրկություն եղավ, քանի որ սա էլ Աբրահամի որդի էր, որովհետեւ մարդի որդին եկավ, որպեսզի կորսվածը փնտրի ու փրկի»։ Սա նշանակում է նրա մեջ ճիշտ դարձ եւ ապաշխարություն։ Եթե դու հնարավորություն ունես հատուցելու մեկին, որին խաբել, կեղեքել ես,
Գցել ես կոպիտ ասած։ Պիտի հատուցես։ Եթե չունես այդ կարողությունը, գնաս ռոբոտինգի, որ ինքը քեզ ասի, լավ, ես եմ բաշխում քեզ, ոչ թե դու քո մեջ որոշի։ Այլապես այս քո խաբեությունը, ուր ուզում ես գնա, ոնց ուզում ես քեզ համոզի, ում համար ուզում ես գնա թո քո համար բենին աղոտ կանի, կոպեկ չարժի։ Դու սրա համար պիտի կանգնես հաշիվ տալու։ Ուրեմն մեր փոխհարաբերությունները կարիք կա, որպես մենք ճիշտ շտկենք։ Շատ տեղեր ես հովիվներ իրար հետ չեն խոսում, իրար հետ խռով, իրար հետ մենք կարող ենք իրար հետ նույն ճանապարհով չշարժվել, բայց իրար հետ նաև խնդիր չունենալու հանդերձ։ Այլապես մի օր կկանգնենք Աստծո առջև պատասխան տալու այդ շատ տխուր իրավիճակի առջև։ Կարող ես կողքինիդ ասա, նա ով չի օգտվում, ասա էլի լավ բան եմ ասում։ Այսօրվա ներման հնարավոր ժամանակից վաղ կկանգնի չներման անհնարին դատաստանի դիմաց։ Հակոբոս առաքյալը 2:13-ում ասում էր. այնպես խոսեցեք ու այնպես գործեցեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, քանի որ անողորմ դատաստանը լինելու նրանց, ովքեր ողորմած չեն եղել, քանի որ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։ Սա վերաբերում է նաև ներողամտությանը։ Երբ ներել, այսօր, որքան ներել, անվերջ, ում ներել, բոլորին։ Ինչու այսօր, որովհետև գրված է այսօր է ընդունելի ժամանակը եւ այսօր է փրկության օրը։ Երբ որ նրա ձայնը կլսեք, ձեր սրտերը մի խստացրեք, այնպես ինչպես ձեր հայրերը այդպես վարվեցին անապատում։ Մի անգամ այսպեսի մի դեպք պատահեց ինձ հետ։ Ուրեմն Մոսկվայում մի եղբորը խնդիր ունեցավ։ Վիճվեցինք իրար հետ, մի անիմաստ բանի շուրջը, լավ վիրավորվեցինք իրարից։ Որպես սրտիս մեջ մնացել էր։ Երբ որ եկանք Հայաստան, անցել էր տարիներ։ Մի անգամ Սևանում կոնֆերանս էր եղբայրական։ Հենց ավտոբուսը կանգնեց իջավ տեսա այդ եղբորը, մտքոս մի բան անցավ։ Տեսել ա եկի։ Ոնց որ չուզենայի տեսնել այդ մարդին։ Դե բայց թե ինձ տրամադրում են, որ ոչ մի բան չկա իմ մեջ, նորմալ է, փառք Տիրոջը, ես հո իրան, բայց ինչի՞ չեմ ուզում տեսնել այդ մարդին։ Ինչի տեսնելս վատը զգացի։ Ինչի՞ չվազեցի բարևեմ։ Համենայն դեպս մնաց այդ եղբայրը քարոզում էր կոնֆերանսին ներման մասին։ Ինքը շատ ավելի լավ քարոզ, ես չկարողացա այդպես քարոզել։ Հրաշալի քարոզեց եւ այնպես բերեց, ասես, որ հենց հիմա, եթե քո մերձավոր այստեղ կողքի տա, թող ես աղոթքը, գնա առաջինը իր հետ հաշտվի։ Հիմի մտքիս մեջ դուրը հարի մեջ եմ։ Լավ կպել է սրտից, բայց ասում եմ, «Ո՞դե ամոթ չէ մեթամ, լավ գոնե թե մնա հետո գնամ, թե հիմա գնամ, հետո գնամ, թե հիմա գնամ»։ Որոշեցի գնալ, աչքերս բացի տեսա չկա։ Յա։ Որոշեցի ինչ եղավ այս աղբերը։ Լավ չկա։ Հիմա սպասում եմ երբ վերջանա, վերջացավ, հիմա ելել եմ Սևանով, մեկ սրանալ եմ ման գալիս։ Ում հարցնում եմ չկա։ Ախպերս եմ հափշտակվեց այս մարդն ինչ եղավ։ Ես դարձել եմ ներողություն խնդրող, մեն այս մարդը չկա։ Ու վերջը որ գտա, տեսա։ Բազա գնացի։ Ասեցի ախպեր ջան, ներիր ինձ խնդրում եմ էլի։ Մոսկվայում ես հիմար ծևի վարվեցի քո հետ։ Պետք չէր որ մենք երկու ախպեր իրար հետ վիճվեինք։ Ներողություն եմ խնդրում։ Վայ ախպեր ջան, ինչ պրոբլեմ չկա, դու ինձ ների։ Իրար գրկեցինք, սրտից այնպես բեր թափվեց, այնպես հանգստացա, այնպես խաղաղվեցի, իսկապես խաղաղվեցի։ Ասեցի, ինչ հրաշալի բան է, ներողություն խնդրելը կամ ներելը։ Ինչ որ կապանքներ են քո ներսից քանդվում, հետո դրանից հետո երբ տեսնում եմ, ուրախ եմ, որ իրեն տեսնում եմ։ Այսպես է պետք։ Ուրեմն Աստծո ներողամտությունն էլ անսպառ չէ, հիշեք, անսպառ չի ներում Աստված։ Մի օր դու կանգնելու ես դատաստանի պատասխանատվության առաջ։ Ով ասում է Աստված սեր է, ճիշտ է անում, այո, Աստված սեր է, բայց մի մոռացեք, Աստված նաև արդարադատ է։ Երբեք Աստված իր արդարադատությունը չի անարգի հանուն սիրո։ Այդպես եթե լիներ Քրիստոսի աղոթքն էլ կլսեր, եւ թույլ չէր դա Գողգոթան։ Բայց պետք էր որ դա կատարվել, որովհետեւ մեղքին վարձքը մահ էր եւ այդ վճիռը Քրիստոս ինքը կրեց Գողգոթայի խաչին իր վրա։ Սա ցույց տվեց Աստծո արդարադատությունը, որ մեղքը ունի պատիժ։ Որպես մենք կարողանանք հասկանալ, որ Աստծո ձրի պարգևը, բայց հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ինչպես իմ համար, այնպես քո, այնպես էլ մեր մերձավորի։ Քրիստոս մեր մեղքերը կերեց իր վրա, կերեց նաև մեր մերձավորի մեղքերը իր վրա, որպեսզի մենք իրար հանդեպ կարողանանք հանդուրժող լինել։ Եվ մի բան հիշենք, որ մեր մերձավորի հետ ճիշտ վարվենք։
Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 22 վերջի խոսքն եմ, որ ձեզ կարդում եմ, սա էր. Քո բերանի խոսքը եւ քո սրտի մտածմունքը հանկարծ կարող է չարիք դառնալ քեզ համար։ Ու դու սրա տակից դուրս չգաս։ Ինչ է գրված. Եթե մեկը զուր տեղ բարկանա իր եղբոր վրա, իսկ որտեղ խժբժացիր անիմաստ այդ մարդի վրա։ Հետ չպրծավ գնաց։ Տերն ասաց, ենթակա է դատաստանի։ Եթե մեկն իր եղբորն ասի, հիմար, պարտական է ատյանի, իսկ եթե մեկն իր եղբորն ասի ապուշ, պարտական է գեհենի կրակին։ Այսինքն ինչ է նշանակում պարտական է գեհենի կրակին։ Ուղղակի կտանեն գեհենի մոտ մի քիչ լավ կրակ տեսնես, հետ բերեն քեզ, դու կհայտնվես այնտեղ։ Ուստի մեր փոխհարաբերությունները միմյանց նկատմամբ շտկենք, այսօր շտկենք։ Թույլ չտանք, որ վաղը գա մեր վրա, որովհետև չգիտենք վաղը կգա արդյոք մեզ վրա թե ոչ։ Ոչ մեկի կյանքը երաշխավորված չէ, նույնիսկ ասոց, որ դու 60 կամ 90 տարի կապրես։ Հանկարծ մի օր Տերը հետ կկանչի, հետ վերադարձիր։ Ինչպես ես դու վերադառնալու։ Եկեք այնպես ապաշխարենք, որ երբ որ թագավորը վերադառնա ու իր ծառաների միջև եղած հաշիվը ուզենա տեսնել, մեր մեջ հաշիվ չտեսնի, տեսնի խաղաղություն, ներդաշնակություն, համերաշխություն, ինչպես որ մեր մարմնի անդամներն են միմյանց հետ համերաշխ ու խաղաղ։ Տերը օրհնի ձեզ։